հարգելի ինձ նայող, այս կանխատեսում այն մարդկանց համար է, ովքեր զգում են, որ իրենք սովորական մարդ չեն, ինչ որ հետաքրքիր բան կա իրենց մեջ, որ իրենք չեն կարողանում բացահայտել, ինչ որ ուժ կա, որ դեռ քնած է, իրենց հետաքրքրում է գաղտնիությունը, գաղտնի գիտելիքը, էզոտերիկան, օկուլտիզմը, աստվածների էներգիան, արխետիպերը իրենց հա, և այն ինչ որ մութ է, այն ինչ որ մեզանից թաքնված է։ Եթե ձեզ արդեն հետաքրքրում է նման հարցերի պատասխանել, նշանակում է, որ դուք այս գիտելիքի հետ այսպես թե այնպես կապ ունեք։ Իսկ հիմա կդրվի 3 տարբերակ և տեսնենք ձեր ունակությունների, ինչ ունակություններ ունեք դուք, որոնք կամ բացահայտել եք, կամ նոր եք բացահայտում, կամ դեռ թաքնված են, քնած են, բայց ամեն դեպքում դուք զգում եք, որ ինչ որ բան այնպես չի, որ դուք սովորական մարդ ձեզ համարել չեք կարող, մեկի երազներն է կատարվում, մեկը իր գլխի մեջ հա ինչ որ հուշում է, ձայն է լսում, այն մյուսը աչքին է երևում, հա, այդպիսի բաներ են լինում, բա իհարկե, և պետք չի դրանից վախենալ, եկեք տեսնենք դուք ինչ ունակություններ ունեք, և առաջին տարբերակներ, այստեղ տեսեք, դուք ունեք ունակություն հոգիների ներկայությունը զգալու, հնարավոր է, որ երբ որ դուք քնած եք, ձեզ թվում է, թե ձեզ թիկունքի կողմից նայող կա, կամ երբ որ դուք մենակ եք մթության մեջ եք, ձեզ թվում է, որ դուք մենակ չեք, հետո, տեսեք ինչ հետաքրքիր, սիրում եք հողի հետ աշխատել, հողը ձեզ տալիս է ուժ, էներգիա, դուք արդեն մոտավորապես բացահայտել եք ձեր ուժը, դուք ինքներդ զգում եք, որ դուք ուրիշ մարդ եք, ունեք ինտուիցիա, ինտուիտիվ մակարդակով դուք կարողանում եք մտածել, թե որտեղ կարելի է ինչ խոսել կամ որտեղից կարող է գալ եկամուտ ձեզ, հա, սիրում եք արարել, ձեռքով ստեղծել, աճեցնել, այստեղ կա այդ տեսակ ուժ, երկրորդ տարբերակ, ձեր ուժն էլ շատ հետաքրքիր է, տեսեք, եթե դուք լինեիք հնչյունները, նոտաները հասկանայիք, դուք կարողանայիք հանճարեղ երաժշտություն գրել, բայց երբ որ դուք լսում եք սովորական երաժշտություն, որտեղ չկան բառերը, դուք զգում եք այդ երաժշտությունը ինչ է ուզում ձեզ ասի, կամաց, այսպես, նաև ձեր լսած երաժշտությունը կարծես ձեր հարցի պատասխանը լինի, այսինքն դուք ստանաք նաև ինֆորմացիա, շատ հետաքրքիր այսպես, էներգիա ունեք, ավելի շատ այսպես կրակի էներգիա եք դուք, երկրորդների համար դեռ ինձ ինֆորմացիա է գալիս, այստեղ արթնանում է նաև հին հիշողությունը, չգիտես ինչի դուք մտածում եք, որ դուք շատ մոտ եք կանգնած եղել, նույնիսկ ձեր անցյալ կյանքում հնարավոր է զբաղվել եք որոշակի այսպես հարցերով, հա, մոգության հարցերով, այստեղ ինֆորմացիայի հետ է կապված, չգիտես որտեղից զգում եք, հա, կարծես ինչ որ մեկը ձեզ ասի, հնչյունների հետ է կապված, ձեզ ասի անցյալի ու ապագայի հետ կապված ինչ որ հուշումներ անի, երրորդ տարբերակ, ձեր մոգական ուժը ինչի հետ է կապված, տեսեք, այստեղ օդի տարերքի հետ է կապված, դուք ինչ ասում եք լինում է,
Երբ որ դուք գրիչը վերցնում եք ձեր ձեռք ինչ-որ բան գրելու, կարող կեսից դռիվ թեքվեք ուրիշ բան գրեք, որովհետև միտքը աշխատում է ձեռքի հետ համահունչ։ Կարող է ուզենաք ինչ-որ բան գրել, բայց հետո կեսից փոխվի, դուք սկսեք ինքներդ արդեն գրել սցենար, գրել ձեր թեմայի շարունակությունը, բայց ոչ թե արտագրել կամ ձեր սովորածը կամ այն ինչ որ մինչև գրիչը ձեր ձեռքը վերցնելը մտածել եք, որ դա պետք է գրեք, այդպես չի։ Գրիչը վերցրեցիք ձեռքը, նստեցիք, արդեն կարծես ձեր միտքն ու ձեռքն են աշխատում։ Վերջ, ձեր որոշում էլ չի աշխատում, կախարդական այսպես ոնց որ գրիչը վերցնեք ու տողեր գրեք։ Ձեր գրածները կարող են դառնալ իրականություն, այնպես որ դուք ունեք հնարավորություն այն լավ ձեր դրական ցանկությունները հանձնել թղթին, թուղթը այրել եւ տալ օդի տարերքին։ Ձեր գրածը թղթի վրա տիեզերքի համար հասանելի նամակ է լինելու։ Այսպիսին էր ձեր ունակությունները։ Այստեղ հաստատ հնչյունների տեսքով, վանկերի տեսքով զգում է ինչ որ մեկը իրան ասում է, այստեղ ինչ որ մեկը հետևում է, իսկ այստեղ խոսքի գրավորի եւ խոսքի միջոցով է իրականանում իր ասածները։